2026 թվականի բյուջեն, եթե այն համեմատենք նախորդ տարիների բյուջեի ավելացման տենդենսի հետ, համապատասխան մեր ընդհանուր բյուջեի ծավալի ավելացման տենդենսին, այն որևէ խախտում չունի, բացառությամբ այն տարբերությանը, որը տեղի է ունեցել 25 թվականին, երբ միանգամից բարձրացել է մեր ծախսերի չափաքանակը, որը առաջ բերված ծախսեր են, եւ նույն 26 թվականի ծախսերի վրա դուք տեսնում եք այդ տարբերությունը, որը իրականում, եթե 24-ի հետ համեմատենք, բնական զարգացման տեմպ է, որ այստեղ որևէ տարօրինակ ու արտասովոր բան չկա։ Հայաստանը իր կարիքներին համապատասխան շարունակելու է իր բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումները, բայց օգոստոսի 8-ը կարևոր իրողություն է եւ այն չի կարող մեր կողմից չընդունվել որպես կայացած փաստ եւ բնականաբար դա պիտի ունենա իր հետևանքները։ Ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրման ժամկետին, ձեզ հայտնի է մոտավորապես։ Ես հիմա ժամկետ չեմ կարող ասել, հարգելի գործընկերներ, դա գործընթաց է, process է, որ ընթանում է, իհարկե մենք շահագրգիռ ենք, որ օր առաջ դա կնքվի։ Երկու հարց, հնդկական մամուլը գրեց, որ Սու 35, եթե չեմ սխալվում, ինքնաթիռներ են ներկրվելու, դրա մասին ձեր մեկնաբանությունը եւ մյուս հարցը որքանով է հնարավոր, որ այսպես կոչված միջանցքում թրիփում ամերիկյան զինուժ ռազմական տեղակայում լինի։ Սու 30M կա, ոչ թե 35, ես ասեմ աղբյուրի տված տեղեկատվությունը, մենք նման պայմանավորվածություն չունենք։ Շնորհակալ ենք։ Թմրանյութի հետ կապված բանակցություն։